Ինչ են մեզ ասում, ասում են միջանցք են խոստացել, միջանցք են տալիս, մեղրին տալու են, մեղրիով միջանցք են տալու, հիմա հրապարակային ստորագրված, հրապարակված է, նախաստորագրված և առաջիկայում նաև կստորագրվի և կվավերացվի, թրիպ նախագծի իրագործման Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված հուշագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը թրիպ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ, որ Հայաստանը պահպանում է բացառիկ իր ինքնիշխանությունը մաքսային և սահմանային անցման ընթացակարգերի նկատմամբ, որ թրիպ նախագիծը իրագործվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Սա հրապարակված թուղթ է և ձեզնից յուրաքանչյուրը կարող է հենց հիմա մտնել և ինտերնետում ստուգել դա։ Բայց այստեղ ինչ, և եկեք հիմա սա համեմատենք ընդդիմության մեղադրանքների և խոսույթների հետ, որոնցով նրանք հոգիներս էին ուտում, միջանցքի թեմա չի եղել, գնացեք բացեք 2000, գնացեք նայեք ժողովուրդ, այս շատ կարևոր է, ոչ թե եղել է, մենք բան ենք արել, մենք հաղթարել ենք, չի եղել այդպիսի թեմա, 2020 թվի նոյեմբերի, դեկտեմբերի նիմուղերձները գնացեք ժողովուրդ ջան նայեք, ամենադժվար շրջանում, ես հստակ ասել եմ, չկա տենց բան, չի կարող լինել տենց բան, բայց լրտեսական եռագլուխ կուսակցության ուժերը լրտեսական նպատակներով անընդհատ այդ նարատիվները մտցրել են Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսօր մենք ոչ միայն միջանց չենք տալիս բնականաբար, այլև Հայաստանի շրջափակումը հաղթահարված է, Հայաստանը էլ հակամարտության փակուղի չի, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է։